Եթերում ABC Newsroom-ն է, ես Աննա Սարգսյանն եմ, բարի երեկո հարգելի հետևորդներ, կարևոր լուրերը նախ համառոտ։ Փաշինյանի հին հոդվածներն ու նոր համաձայնագիրը 25 տարի անց նույն գաղափարը պետական մակարդակով։ Նոր հնարավորություն, թե նոր կախվածություն թրիփի գաղտնի կողմը, ում են փոխանցվում սահմանային գործառույթները։ 50 միլիոն եվրո ռուսական ճնշման դիմաց Մոսկվան պատժում է, Բրյուսելը փոխհատուցում, որն է դրա գինը։ Ձայնագրություններ, խուզարկություններ, ձերբակալություններ, քարոզչության փոխարեն քրեական լրահոս, ընտրական պայքարը տեղափոխվել է քննչական դաշտ։ 2018-ին սպասում էին, 2026-ին զգուշացնում, ընտրությունից առաջ զգուշացում արտերկրից եկողներին, ում է անհանգստացնում Սփյուռքի քվեն։ Րոպեներ առաջ վերաքննիչ դատարանը Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխեց տնային կալանքով, այսինքն Սրբազանը դուրս կգա կալանավայրից։ Սակայն Սրբազանը հայտարարել է, որ հաշտ չէ այդ որոշման հետ։ Իսկ ժամեր առաջ Հայաստանն ու Ամերիկայի Միացյալ Նահանգները ստորագրել են TRIP-ի վերաբերյալ համաձայնագիրը։ Կառավարությունն այս փաստաթուղթը ներկայացնում է որպես ռազմավարական առաջընթաց եւ ենթակառուցվածքային զարգացման նոր հնարավորություն։ Հիմա ահա պետքարտուղար Ռուբիոն իր ստորագրություններն է դրել համաձայնագրի տակ եւ ուղարկել է, առաքվել է փաստաթուղթը Հայաստան եւ այժմ արդեն ես էլ հայկական կողմի ստորագրությունները դրեցի, սրանով հերավար ստորագրման գործընթացը ավարտված է եւ համաձայնագիրը պատրաստ է վավերացման։ Առաջին հայացքից ամեն ինչ ներդրումների ու զարգացման մասին է, սակայն համաձայնագրի ամենակննարկվող հատվածը վերաբերում է ոչ թե ճանապարհների կառուցմանը, այլ դրանց կառավարմանը։ Փաստաթղթով նախատեսվում է, որ Թրամփի ուղու սահմանային անցակետերում առերես սպասարկումը կարող է իրականացվել մասնավոր օպերատորների միջոցով։ Արտգործնախարար Արարատ Միրզոյանն արդեն չի հերքել, որ այդ օպերատորները կարող են լինել նաև երրորդ երկրից։ Այլ կերպ ասած, Հայաստանի տարածքով անցնող մարդկանց եւ բեռների փաստաթղթերի հավաքագրումը, տվյալների մշակումը եւ տարանցման վճարների գանձումը կարող են իրականացվել ոչ թե հայկական պետական կառույցների, այլ արտաքին կառավարման ենթակա կազմակերպությունների կողմից։ Հենց այստեղ էլ սկսվում են գլխավոր հարցերը։ Եթե խոսքը պարզապես ճանապարհի մասին է, ապա ինչու է անհրաժեշտ օտար օպերատորի ներգրավում։ Եթե Հայաստանը պահպանելու է լիարժեք ինքնիշխան վերահսկողություն, ապա ինչու են սահմանային գործառույթների մի մասը փոխանցվում մասնավոր կառույցների։ Իսկ եթե այդ կառույցները լինելու են երրորդ երկրներից, ապա ով է պատասխանատվություն կրելու անվտանգության, տվյալների պաշտպանության եւ պետական վերահսկողության համար։ TRIP-ի շուրջ քննարկումները Հայաստանում չեն սահմանափակվում միայն տնտեսությամբ, ճանապարհներով կամ ենթակառուցվածքներով։ Քննարկումների կենտրոնում նաև մեկ այլ հարց է. ինչ է իրականում փոխվել վերջին 20-25 տարիների ընթացքում։ Այս համաձայնագրի ֆոնին շատերը կրկին սկսել են հիշեցնել Նիկոլ Փաշինյանի հին հոդվածները, հարցազրույցներն ու հայտարարությունները։ Նրանք, որոնք նա արել է դեռ լրագրող եղած տարիներին, Մեղրիի, Արցախի եւ արցախցիների մասին։ Ինչ էր գրում 2001 թվականին լրագրող Նիկոլ Փաշինյանը Մեղրիի մասին, ինչպես էր գնահատում տարածքային ու հաղորդակցական նախագծերը եւ որքանով են այդ տեսակետները համընկնում կամ հակասում այսօր արդեն վարչապետ Փաշինյանի վարած քաղաքականությանը։ Անի Աբաղյանի ռեպորտաժը։ Կենցաղային լեզվով լրագրողական գրչով Նիկոլ Փաշինյանը 2001-ի մայիսի 23-ին գրում է. Այն, որ Մեղրին պետք է թուրքերին ու ԱՄՆ-ին ուղղակի հոյակապ է, որովհետև այս դեպքում Մեղրին սովորական տարածքից վերածվում է հաղթաթղթի, ու դա մեր հաղթաթուղթն է։ Ինձ համար անհասկանալի են տեսակետներն այն մասին, որ մեր հաղթաթուղթը մեր կրծքին սեղմած պետք է պահենք։ Սա մանկամիտ մոտեցում է։ Հայաստանի դիրքորոշումը այս հարցում մեկը պետք է լինի։ Եթե Թուրքիան կամ Ադրբեջանը ուզում են հաղորդակցվել Մեղրիով, թող հաղորդակցվեն։
Թող օգտագործեն մեր տարածքը, թող օգտագործեն մեր երկաթուղին ու վճարեն դրա համար, ինչպես ընդունված է աշխարհում։ Հոդվածի հետ գրությունում Փաշինյանը գրել է. Միացյալ Նահանգները հանձնարարում է Մեղրին հանձնել։ Քոչարյանը սկսում է հանձնման գործընթացը։ Ռուսաստանը հանձնարարում է Մեղրին չհանձնել։ Քոչարյանը իդեմս դաշնակցության ընդդիմանում է Մեղրին հանձնելուն։ Լրագրող Փաշինյանն ասում էր. կտրել ցանկացած ձեռք, որ կփորձի Մեղրին կամ Մեղրի վերահսկողությունը հանձնել ուրիշին։ 2025-ին արդեն վարչապետ Փաշինյանը աջ ձեռքով ու սև գրիչով Թրամփի հետ ստորագրում է նախագիծ Մեղրիով անցնող, որի 74%-ը Միացյալ Նահանգներին է պատկանում։ 74%-ը Միացյալ Նահանգներինն է, 26%-ը Հայաստանի իրավազորությունն է։ Այստեղից ամեն ինչ արդեն պարզ է։ Ակնհայտ է, չէ՞, որ հսկիչ փաթեթը, ձայնի իրավունքը եւ դրանից բխող հետևանքները Միացյալ Նահանգներինն են։ Հայաստանը ունի խիստ սահմանափակ այդ ընդհանուր գործընթացի վրա խիստ նվազ ազդեցություն իր 26% մասնաբաժնով։ Հունիսի 4-ին այդ փաստաթղթերը նորից ստորագրեց արդեն Արարատ Միրզոյանը, նորից աջ ձեռքով ու սև գրիչով։ Լրագրող խմբագիր Նիկոլ Փաշինյանի ծրագրերը իրականություն է դարձնում վարչապետ Փաշինյանն, ասում է Ստեփան Հասանջալալյանն ու փաստերով փորձում հիմնավորել խոսքը։ Դեռևս 1999 թվականի ապրիլի 16-ին հրավիրել է մամուլի ասուլիս։ Եվ այդ ասուլիսում մասնավորապես հայտարարել է հետևյալը, որ ուրեմն Ղարաբաղը Ադրբեջանի տարածք է, այն բոլոր ղարաբաղցիները, որոնք գտնվում են Հայաստանում, փախստականներ են, Հայաստանը ղարաբաղցիների հայրենիքը չէ։ Սա ես գրեթե բառացի մեջ բերեցի իր խոսքերը։ Երկրորդ արձանագրումը 2001 թվականի մայիսի 22-ին Նիկոլ Փաշինյանը արդեն որպես հայկական ժամանակ օրաթերթի խմբագիր, ուրեմն իր ստորագրությամբ, իր իսկ ստորագրությամբ հրապարակել է հոդված, որտեղ անդրադարձ է կատարել ազատագրված տարածքներին եւ հայտարարել, որ դրանք պետք է վերադարձնենք Ադրբեջանին։ Ես նորից իր բառերից մեջ բերեմ, ասում է. ես չեմ կարծում, թե լավ դիվանագիտությունը կարող է այնպես անել, որ այդ տարածքները չվերադարձնենք Ադրբեջանին։ Մերը թողած ուզում ենք տեր լինել ուրիշին, կամ որ մեր դեպքում ճիշտ է, ինչու չենք տալիս հնարավորություն չենք տալիս, որ ուրիշը տեր լինի։ Սա երկրորդ արձանագրումը։ Ստեփան Հասանջալալյանն արխիվից հանել է 1999 թվականի Հայաստանի Հանրապետություն պաշտոնաթերթի այն հոդվածը, որտեղ Փաշինյանի ասուլիսից մեջբերումներ կան։ Օրագիր թերթի խմբագրին տրվեց հետևյալ հարցադրումը. ինքն էլ Իջևանից է, ինչ տարբերություն կա Իջևանի եւ Ղարաբաղի միջև, եթե նա ապրում է Երևանում, արդյոք իրեն փախստական չի համարում։ Վերջինս հայտարարեց, որ ինքը գտնվում է Հայաստանում, հետևաբար փախստական չէ։ Ղարաբաղը Ադրբեջանի տարածք է, հետևաբար Հայաստանը ղարաբաղցիների հայրենիքը չի կարող համարվել։ Ղարաբաղցիները մեր երկրում փախստականներ են։ Փաշինյանի 1999 թվականի հրավիրած ասուլիսից 24 տարի անց արդեն վարչապետ Փաշինյանը նույն հայտարարությունը հնչեցրեց։ 86,000 քառակուսի կիլոմետրը ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը։ Վարչապետ Փաշինյանի առանձնահատուկ վերաբերմունքն արցախցիների նկատմամբ չի փոխվել, նշում է քաղաքագետը։ Մեր օրերում էլ Փաշինյանն Արցախից բռնի տեղահանվածներին փախածներ է կոչում եւ ոչ միայն։ Փախածներով չփորձեք ասեք, որ ես Ղարաբաղ եմ տվել։ Դուք ինչի է զոհերի մեջ չեք կարա։ Գնալ զոհվել մեր երեխեքի տեղը։ Արտուրոսյանն եմ։ Սակայն Փաշինյանի ամենահիշվող կոչը սա է համարում զրուցակիցս։ Բայց Փաշինյանի կյանքում կար մի փուլ, երբ հակառակ հայտարարություններն էր անում, թե Արցախի, թե արցախցիների մասին։ Արցախը Հայաստան է եւ վերջ։ Պետք է հրաժարվենք այն մտածելակերպից, երբ իրար բաժանում ենք ղարաբաղցիների, իջևանցիների, գյումրեցիների, սփյուռքահայերի։ Սա ամենևին չի նշանակում, թե մենք պետք է հրաժարվենք մեր ծննդավայրից, նրա նկատմամբ մեր ունեցած զգացմունքներից։ Դա ընդամենը նշանակում է, որ մեզնից յուրաքանչյուրի համար մեր ծագումը պետք է լինի մեզ համայն հայության մաս դարձնող եւ ոչ թե նրանից անջատող,
նրանից առանձնացնող գործոն։ Քիչ մեկ տարի անց Փաշինյանը հայտարարեց, թե սխալվել է ու չէր ուզում նման հայտարարություններ անել։ 1999-ի, 2001-ի ու այսօրվա հայտարարությունները կողք կողքի դնելիս Ստեփան Հասան Ջալալյանը համոզվում է, Փաշինյանը չի փոխվել։ Նա հետևողականորեն կյանքի է կոչում այն պատկերացումները, որոնք արտահայտել էր դեռ լրագրող եղած ժամանակ։ Անի Աբաղյան, Էդիկ Մալաքյան, Աշոտ Բարբարյան, ABC Media։ Հեռախոսով զրուցել են Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը եւ Նիկոլ Փաշինյանը։ Ռուսաստանի կողմից հայկական որոշ ապրանքների նկատմամբ սահմանափակումներից հետո Բրյուսելը շտապում է աջակցություն առաջարկել Երևանի։ Եվրահանձնաժողովի նախագահը բաց տեքստով հայտարարում է, որ Ռուսաստանը տնտեսական ճնշում է գործադրում Հայաստանի նկատմամբ, իսկ Եվրամիությունը պատրաստվում է աջակցության նոր փաթեթ։ Խոսքը ավելի քան 50 միլիոն եվրո ֆինանսական աջակցության մասին է։ Փաստացի Բրյուսելը փորձում է ստանձնել Ռուսաստանի դերը։ Իսկ պաշտոնական Մոսկվան հիշեցնում է, որ հայ-ռուսական հարաբերություններում խնդիրներն առաջացել են հենց Եվրամիության ճանապարհին։ Եվ անդրադարձել է Փաշինյանի այն հայտարարությանը, թե բոլոր խնդիրները կլուծվեն ընտրությունից հետո։ Իսկ ինչն էր խանգարում, որ դա արվեր ընտրությունից առաջ կամ դրա ընթացքում։ Ինչպես ասում են, ես շատ էի զայրացած, որովհետև հեծանիվ չունեի, իսկ հենց ունեցա, բարիացա։ Ծիծաղելի է։ Հայաստանի Հանրապետության ղեկավարության մոտեցումը, ըստ որի Երևան նստեյության մտադիր է երկու աթոռի վրա նստել, ոչ մեկին հարմար չէ։ Եվ առավել ևս մենք մտադիր չենք վճարել դեպի ԵՄ տանող ճանապարհը։ Այդ միությունը բացահայտ թշնամական գիծ է տանում ինչպես մեր, այնպես էլ այլ երկրների նկատմամբ եւ աջակցում է Կիևի տերորիստներին։ Ոչ միայն աջակցում է, այլև ֆինանսավորում։ Ռուսաստանը տվյալ պարագայում չպետք է ձեռքերը ծալած նստի եւ չարտահայտի իր դիրքորոշումը։ Նախընտրական վերջին օրերը ուղեկցվում են կոշտ բռնաճնշումներով։ Վաղ առավոտից քննչական կոմիտեն խուզարկություններ է իրականացրել հանրապետության մոտ 50 հասցեներում։ Խուզարկությունները կատարվում են ուժեղ Հայաստանի առաջին դեմքերից Ալեքսան Ալեքսանյանին առնչվող քրեական գործի շրջանակում։ Խուզարկել են նաև Գյումրիում Հայաստան դաշինքի գրասենյակը։ Դուրս եկանք Գյումրու գրասենյակից քննիչները, ինչպես տեսնում եք, արգարավվել է հավանական տեխնիկա, ույք։ Այս ամենը օրենքի բնական կիրառում է, թե ընտրությունից առաջ քաղաքական դաշտի վերաձևավորման փորձ։ Ինչու են ամենաաղմկոտ իրավապահ գործողությունները համընկնում հենց նախընտրական ամենաթեժ շրջանի հետ, եւ ինչպես են դրանք ազդում ընտրական մրցակցության վրա, Սեդա Մակարյանի ռեպորտաժում։ Խուզարկություններ, ձերբակալություններ, հրապարակված ձայնագրություններ, իրավապահները կրկին այցելել են քաղաքական ուժերի գրասենյակներ։ Ընտրությունից ընդամենը օրեր առաջ Հայաստանի քաղաքական օրակարգը կրկին լցվել է ոչ թե ծրագրերի, տնտեսական առաջարկների կամ արտաքին քաղաքական բանավեճերի, այլ քրեական գործերի ու իրավապահ գործողությունների մասին լուրերով։ Ինչպես է նույն օրը հրապարակված ուրեմն քարոզչական նյութակառուցության կոմիտեի կողմից հաջորդ օրը կամ նույն օրը տեղափոխվում քաղաքական քարոզչության տիրույթ։ Ինչպես են նույն արտահայտություններով իշխանության հիմնական բարձրախոսները այդ խոսույթը օգտագործելով վարկաբեկելու քաղաքական ուժերին կամ որոշակի սեպ խլելու առանձին ուժերի միջև։ Այսօր իրավապահները գործողություններ են իրականացրել Հույդա Գյումրու գրասենյակում։ Մինչ այդ հրապարակվել էին ձայնագրություններ, որոնցում հիշատակվում էին ԲՀԿ-ն ու ուժեղ Հայաստանը։ Ընդդիմադիր ուժերը տեղի ունեցողը որակում են որպես քաղաքական ճնշում, իշխանությունը իրավական գործընթաց։ Այս մանիպուլյացիաները, որոնք կատարվում են ոչ իրավական նպատակներով, ոչ հանցագործությունների բացահայտման եւ կանխման նպատակներով, արդեն իսկ իրենց ազդեցությունը ուղղակիորեն թողել են ընտրությունների արդյունքների վրա։ Եթե թեկուզ մեկ անձ հայտարարում է, որ ինքը
համակրելը այս ուժին, բայց այս հաղորդագրությունները լսելով իր կարծիքը փոխելը, սա արդեն ընտրական գործընթացի միջամտություն է։ Սակայն քաղաքական պայքարում երբեմն ոչ պակաս կարևոր է ոչ միայն այն, թե ինչ է կատարվում, այլև երբ է կատարվում։ Երբ իրավապահ գործողությունները համընկնում են ընտրական ամենաթեժ շրջանի հետ, անխուսափելիորեն առաջանում են հարցեր. ինչու հենց հիմա, ինչու հենց այս փուլում եւ ինչպես է դա ազդում ընտրական գործընթացի վրա։ Ընդդիմությունը համոզված է նպատակը քաղաքական մրցակիցներին թուլացնելն է։ Նրանց կարծիքով ընտրությունից առաջ ուժերին ստիպում են զբաղվել ոչ թե քարոզչությամբ, այլ պաշտպանությամբ, հայտարարություններով ու արդարացումներով։ Տեսնում է պարտությունը եւ պարտությունը դեմքով, ցենց առարկայական տեսնում է այս ուժերի մեջ։ Դրա համար փորձում է ամենայլանդակ մեթոդներով հարվածել, հարձակվել, վիրավորական արտահայտություններ անել, իրավապահ մարմիններին ուղարկել, քսի տալ այս ուժերի վրա եւ այսպես շարունակ։ Ժողովրդավարության մեջ ընտրությունները պետք է լինեն ոչ միայն ազատ, այլև ազատ ընկալվեն հասարակության կողմից։ Իսկ երբ նախընտրական շրջանը սկսում է հիշեցնել քրեական լրահոս, ընտրողների մի մասի մոտ անխուսափելիորեն հարց է առաջանում։ Սա բացառապես իրավական գործընթաց է, թե քաղաքական պայքարի նոր մեթոդ։ Իշխանությունների, նրանց սպասարկող ուժայինների ու քարոզչամեքենայի հիստերիան տիեզերական խելագարության է հասել։ Սարսափի մթնոլորտով, ստալինյան ռեպրեսիաներով, խուժանին ժողովրդի դեմ հանելով, փողոցային ծեծուջարդ կազմակերպելով։ 3 անգամ նույն փաստաթուղթը ստորագրելով, օդակայանից մարդ գողանալով, բանտերում ընդդիմադիրներ լցնելով, ընդդիմադիրներին կյանքի ձրկելով, լափելը կուլ դարձնելով, քաղաքացիական խռովություն հրահրելով, վարչական ռեսուրսը ճորտացնելով։ Թուրքիայից ու Ադրբեջանից աջակցություն մուրալով չես պահի իշխանություն։ Ոտքի տակ հողը երերում է, ժողովուրդը չի ուզում կործանվել, ժողովուրդն ունի պատվախտրություն, ժողովուրդն ուզում է Հայաստանի Հանրապետությունում ապրել եւ ոչ արևմտյան Ադրբեջանում։ Գնա, որ երկիրը մնա։ Ընդդիմադիրները հիշեցնում են միջազգային կազմակերպությունները տարիներ շարունակ ընդգծել են, որ ընտրական գործընթացի ընթացքում կարևոր է ոչ միայն ընտրության օրը, այլ նաև ամբողջ նախընտրական միջավայրը։ Մրցակցային դաշտը, քաղաքական ազատությունները, ճնշումների բացակայությունը եւ հավասար հնարավորությունները։ Հենց այդ պատճառով նախընտրական շրջանում ցանկացած իրավապահ գործողություն սովորաբար ստանում է ոչ միայն իրավական, այլ նաև քաղաքական գնահատական։ Դա ոհմակային մոտեցում է, նորմալ է։ Պետք է ընդամենը արձանագրել, որ իշխանությունը սա անում է, որպեսզի փորձի մարդկանց մոտ առաջացնի զգացողություն, թե մենք անպարտելի ենք, այսինքն իշխանությունը անպարտելի է, բայց դա այդպես չէ, եւ իշխանությունը քանի այդպիսի վարկագիծ է դրսևորում, մենք ան զզվանք ու նողկանք է առաջացնում հենց իր հանդեպ։ Հիմա որ հասարակության հարցում կատարեք, դուք տեսնեք, որ ոնց են արդեն զզվում ողջամիտ մարդկանցից շատ-շատերը, ոնց են զզվում իրենց այդ պահվածքից։ Միաժամանակ իշխանությունը զբաղվում է ընդդիմադիր գլխավոր ուժերի առաջնորդների ունեցվածքի այսպես կոչված պետականացմամբ։ Քարոզարշավի ընթացքում բացի ձերբակալություններից ու քրեական հետապնդումներից իշխող ուժը սպառնում է մի շարք քաղաքական գործիչներից վերցնել իրենց սեփականությունը։ Ամենաթարմ օրինակը Գագիկ Ծառուկյանին պատկանող ցեմենտի գործարանն ու առանձնատունն են։ Փաշինյանը հայտարարել է վերցնելու է Ծառուկյանի սեփականությունները, ինչպես վերցրել է Սամվել Կարապետյանին պատկանող հեծը։ Այս գործընթացներն ըստ ընդդիմադիրների ճնշման փորձեր են, որոնք չեն հաջողելու։ Մինչ իշխանությունը վստահեցնում է, որ գործում է բացառապես օրենքի շրջանակում, ընդդիմությունը խոսում է քաղաքական ճնշումների մասին, իսկ վերջնական պատասխանը, թե այս օրերի իրադարձություններն ինչպես կգնահատվեն, ամենայն հավանականությամբ կտա ոչ թե որևէ քաղաքական ուժ, այլ ընտրողը քվյատուփի մոտ։ Սեդա Մակարյան, Սեդա Գյուրեղյան, Տարոն Ղանդիլյան, Աշոտ Բարբարյան, ABC Media։ Մինչ ընդդիմությունը խոսում է նախընտրական շրջանում աճող ճնշումների եւ իրավապահների ակտիվության մասին, քաղաքական դաշտում նոր աղմուկ է բարձրացել։ Այս անգամ արդեն արտերկրից Հայաստան ժամանող քաղաքացիների շուրջ։ Ընտրությունից ընդամենը օրեր առաջ իշխանության ներկայացուցիչների հայտարարությունները բուռն քննարկումների առիթ են դարձել։ Խոսքը Ռուսաստանից Հայաստան ժամանող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների մասին է, որոնց իշխանական շրջանակները կապում են ընտրական գործընթացների հետ եւ զգուշացնում հնարավոր վարժական հավաքների մասին։ Հրաժարվելու դեպքում սպառնում քրեական պատասխանատվությամբ։ Դիտենք մանրամասները։
Նոր սկանդալ է հասունանում քաղաքական դաշտում ընտրություններից օրեր առաջ։ Հայաստանի վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը հայտարարել է, որ Ռուսաստանից իր խոսքով ընտրակաշառքով Հայաստան ժամանած քաղաքացիները կներգրավեն 25-օրյա վարժական հավաքների, իսկ հավաքներից խուսափելու դեպքում կարող են ենթարկվել քրեական պատասխանատվության։ Ավելի ուշ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն է հայտնել, որ Ռուսաստանի Դաշնությունից եկած Հայաստանի քաղաքացիներին վարժական հավաքների կտանեն։ Ուշագրավ է, որ իշխանության ներկայացուցիչների հայտարարություններից ընդամենը մեկ օր առաջ նույն առաջարկն է արել ադրբեջանցի ռազմական վերլուծաբան Ադալետ Վերդիևը, պնդելով, թե Ռուսաստանը մարդկանց է ուղարկում Հայաստան Փաշինյանի վերընտրվելը կանխելու համար եւ առաջարկել է այդ մարդկանց ներգրավել զինվորական ծառայության կամ ռազմական հավաքների մեջ։ Քաղաքական ընդդիմախոսները համոզված են, որ իշխանությունը մտահոգված է արտերկրի ժամանող ընտրողների ընտրության արդյունքի վրա հնարավոր ազդեցությունից։ Պատգամավոր Գեգամ Մանուկյանի գնահատմամբ իշխանությունը փորձում է վախի մթնոլորտ ստեղծել եւ քաղաքացիներին հետ պահել Հայաստան գալու մտքից։ Այս իշխանությունը հերթական անգամ ցույց է տալիս, որ առհամարած ունի եւ մարտական ծառայությունը, առհամարած ունի եւ բանակին, եւ զինված ուժերին, ամեն ինչը ծառայեցնում է իր քաղաքական հաշիվներին, իր ընտրական հաշիվներին, ինչպես ամեն ինչ, մայիս 28-յան շքեր, մնացալ բոլոր հարցերում։ Մանուկյանը հիշեցնում է նաև, որ 25-օրյա վարժական հավաքների թեման նախկինում եւս քաղաքական հակասությունների առարկա էր դարձել։ Նրա խոսքով 2022 թվականի դիմադրություն շարժման օրերին նույնպես եղել են դեպքեր, երբ ընդդիմադիր ակտիվություն ցուցաբերող քաղաքացիները զորակոչվել են վարժական հավաքների, ինչն այն ժամանակ եւս քննադատության ալիք էր առաջադրել։ Հարցում եմ ուղարկել Պաշտպանության նախարարություն, թե ինչ ծավալներով է իրականացվելու այս տարի վարժական հավաքները։ Պարզվեց ընտրական գործընթացի փուլում 1000-ից ավել քաղաքացի է զորակոչվելու 25-օրյա վարժական հավաքների։ Ընդդիմադիրների կարծիքով այստեղ առաջանում է մեկ այլ կարևոր հարց։ Եթե 2018 թվականին եւ հետագա ընտրությունների ընթացքում արտերկրից Հայաստան ժամանող քաղաքացիների քաղաքական ակտիվությունը դիտվում էր որպես բնական եւ ժողովրդավարական գործընթաց, ապա ինչու է այսօր նույն երևույթը ներկայացվում կասկածի եւ սպառնալիքների համատեքստում։ Կամ եթե այս փուլում կրկին գային իշխանությանը սատարելու, ինչպես 2018-ին էին գալիս Փաշինյանի ցույցերին մասնակցելու, ապա դա խնդիր չէր առաջացնելու։ Ընդդիմադիրների խոսքով, եթե արտերկրից ժամանել նախկինում չէր համարվում խնդիր, ապա այժմ իշխանությունը պետք է հստակ բացատրություն ներկայացնի, թե ինչով է պայմանավորված մոտեցումների փոփոխությունը։ Այս ֆոնին ընդդիմությունը խոսում է հնարավոր երկակի չափանիշների մասին, պնդելով, որ խնդիրը ոչ թե արտերկրից քաղաքացիների ժամանումն է, այլ այն հանգամանքը, որ նրանց մի մասը կարող է աջակցել իշխանության հիմնական քաղաքական մրցակիցներին։ Իշխանության բռնաճնշումների, նախընտրական պայքարի, Եվրամիության եւ Ռուսաստանի հետ հարաբերությունների մասին այս պահին զրուցելու եմ ՀԱԿ միավորման համակարգող Ավետիք Չալաբյանի հետ։ Բարև ձեզ, շնորհակալություն, որ այստեղ եք, պարոն Չալաբյան։ Պարոն Չալաբյան, այսօր վաղ առավոտից 50-ից ավելի հասցեներում հանրապետության խուզարկություններ են եղել, նաեւ ուժեղ Հայաստանի գլխավոր դեմքերի գործերի վերաբերյալ, նաեւ խուզարկել են Հայաստան Դաշինքի եւ Գյումրիում ՀՅԴ գլխավոր Գերագույն մարմնի գրասենյակը, կան ձերբակալվածներ։ Ընտրությունից ընդամենը 2 օր առաջ այս բռնաճնշումները ինչ նպատակ ունեն։ Գիտեք, երևի ուշադրություն եք դարձել, որ երեք հանրապետության հրապարակում տեղի ունեցավ վերջի տարիների ամենաբազմամարդ եւ նաեւ ամենաոգևորիչ, ամենահզոր էներգետիկայով լավ կազմակերպված հանրահավաք։ Եվ ես կարծում եմ, այդ հանրահավաքը հստակ ուղերձ էր եւ մեր բոլոր քաղաքացիներին, բայց նաեւ բնականաբար իշխանությունից կարճող վարչախմբի ներկայացուցիչներին, որ իրենց ժամանակաշրջանը, իրենց դարաշրջանը, իրենց մղձավանջային շրջանը փակվում է։ Եվ իրենք հուսահատ քայլերի են գնալու։ Մենք կանխատեսում էինք, որ արձագանքը այսպեսին է լինելու, այսօր վաղը մինչև ընտրությունների օրը, որ իրենք փորձելու են իրենց հասու բոլոր եւ նույնիսկ հասու եւ անհնար միջոցներով խանգարել նրան, ինչ որ արդեն անխուսափելի է դառնում, եւ անխուսափելի է դառնում իշխանապողություն այս ընտրությունների միջոցով իրանք փորձելու են դրան խանգարել։ Եվ այսօր առավոտվանից, այսպես ասած, մարտադաշտ են նետել իրենց վերջի միջոցը մարտական փղերը, հա, իրավապահներին, որոնք իսկապես հսկայական քանակությամբ հասցեներով խուզարկություններ են իրականացել, ենթադրում եմ, որ ճնշող մեծամասնությունը բացարձակ ապարդյուն, որովհետև այդ հասցեներում ոչ մի այդպիսի բան բնականաբար չկա, դեռ չգիտեմ, բայց ներքուստ են համոզմունք ունեն, որ այն ինչ որ ենք որոնում են, ուղղակի բնության մեջ գոյություն չունեցող ինչ որ մի բան է, հա։ Եվ բայց նպատակը դա է, որպեսզի իրենց քաղաքական մրցակիցներին պարզապես շեղեն, խանգարեն, որպեսզի նրանք այս վերջի
քարոզարշավի վերջի 2 օրը զբաղվեն իրաց գործով։ Դա է, բայց որևէ կերպ դա իրական ազդեցություն ընտրությունների վրա չի կարող ունենալ, որովհետև մարդկանց ճնշող մեծամասնությունը արդեն կողմնորոշված է, երկրորդը վճռական է գնալու ընտրությունների։ Վճռական է, նրանք գնալու են ընտրությունների եւ մերժեն այս վարչակարգը։ Սամվել Կարապետյանից հետո Նիկոլ Փաշինյանը հիմա բացահայտ հայտարարում է, որ Գագիկ Ծառուկյանին ունեզրկելու եւ պետականացնելու ունեցվածքը սա խոսում է իշխանության խոճապային տրամադրության մասին, թե պարզապես իշխանությունը այլևս ոչինչից չի վախենում եւ գործում է ամենակոշտ մեթոդներով։ Ես կասեի, ուղղակի ասելիք չունի։ Ինչ ունի Փաշինյանը, ինչ ունի առաջարկելու մարդկանց։ Ինչ ունի առաջարկելու մարդկանց։ Նրա ամբողջ ընտրաշավը տեղի ունեցել ատելության խոսք, ինձ նորից մանդատ տվեք, ես մարդկանց ունեզրկեմ, Ծառուկյանի բանը առանձնատունը արգրավեմ տամ ժողովրդին եւ այլն, այդպեսի անհեթեթ գաղափարներով։ Եվ հասկանալ է, որ արդեն 8 տարի է իշխանության գտնվող վարչախումբը, եթե ուզենար Ծառուկյանի առանձնատունը արգրավացնել, ինչի՞ արգրաված կլիներ։ Ի վերջո, ինչպես ասվում է, մուրճնել էր իր ձեռը, զնդանել մեղնել, հա։ Կարող են այս ընթացքում արած լինել, իհարկե ապօրինի նկատի ունեմ, հա, հիմա էլ են պատրաստվում դա բնականաբար ապօրինի անել, ինչպես հեսն են փորձում ապօրինի արգրավել։ Խնդիրը նրանում է, որ իրանք մեր ժողովրդին այլևս առաջարկելու բան չունեն։ Այլևս առաջարկելու բան չունեն։ Իրանք փորձում են իրենց նվազող ընտրազանգվածին, փորձում են իրանք այսպես ասած տեսարաններ, հերթական տեսարաններ իրանք համար սարքեն, որ թողեք հիմա էլ Ծառուկյանի առանձնատունը կա։ Որ Ծառուկյանի առանձնատունը արգրավեցիք, Ինչա դրանից փոխվելու է երկրում։ Ինչա փոխվելու, ավելի լավ ենք ապրելու, ավելի անվտանգ ենք ապրելու։ Ադրբեջանցիները ջերմուկից նահանջելու են կամ առավելևս թողնելու են, որ արցախցիները վերադառնան իրենց ծննդավայրեր։ Իհարկե ոչ։ Այդ առանձնատունը ումն է, Ծառուկյանինն է, թե անտեր կանգնած այնտեղ, ոչ մի բան դրանից չի փոխվելու։ Պարզապես Փաշինյանը այլևս մեր ժողովրդին տալու, ասելու, առաջարկելու ոչ մի բան չունի, դա իմ համար ակնհայտ է։ Պարոն Չալաբյան, ընդդիմությունն էլ խոսում է անընդհատ հաղթանակի մասին եւ ընդդիմադիր ընտրազանգվածը շատ ողջևորված է այդ խոսույթով, բայց նույնը եղավ նաեւ 2021 թվականին, բայց ընտրության արդյունքից հետո սկսվեց հիասթափություն, հետո ապաթիա, արդյոք հիմա դրա վտանգը չեք տեսնում։ Գիտեք, ես կարծում եմ, որ համեմատությունը մի կողմից տեղին է, ու ես հիշում եմ 2021 թվականը, շատ լավ հիշում եմ ինչպես Հայաստան Դաշինքը եւս տպավորիչ հանրահավաք անցկացրեց Հանրապետության հրապարակում, դրանից հետո համարյա համոզված էին, որ իրանք են հաղթելու, բայց այո, ընտրության արդյունքները հակառակը ցույց տվեցին։ Բայց հիմա մի հետաքրքիր առանձնահատկություն կա, եւ ես ուժեղ Հայաստանի հետ միասին ըստ էության ընտրաշավից գալի մասին մասնակցել եմ մանավանդ մեծ քաղաքներում, որտեղ նաեւ հայկվեն գրասենյակներներ, ու հետաքրքիրը հետեւյալն է։ Պրակտիկորեն բոլոր մեծ քաղաքներում, որտեղ մենք եղել ենք, ընդդիմադիր տրամադրությունը շատ ուժեղ է։ Մանավանդ օրինակ Լոռիում, Շիրակում այս վարչախումբը գիտի, որ ինքը պարտվելու է, Երևանի մասին չեմ խոսում, Երևանում անցյալ անգամ էլ են պարտվել։ Հիմա էլ ավելի մեծ հաշվով կպարտվեն, բայց նաև ուրիշ քաղաքներում, Հրազդանում, Աբովյանում, Էջմիածնում, Կապանում, պրակտիկորեն բոլոր մեծ քաղաքներում ընդդիմադիր տրամադրությունը շատ ուժեղ է, բայց հետաքրքիրը այն է, որ վերջի 1 շաբաթվա, 1-2 շաբաթվա ընթացքում ընդդիմադիր տրամադրությունները շատ արագ տարածվել են նաև օրինակ Արարատյան դաշտի գյուղերում, որտեղ նախորդ անգամ այս վարչախումբը կարողացել է հաղթել։ Ինչու որտեղ ինքը իր արկածախնդիր գործունեությամբ ըստ էության մարդկանց կանգնացրել է կոտրած տաշտակի առաջ, մարդիկ հասկանում են, որ հեսա իրանց բերքը փչանալու է։ Ու այդ Եվրոպական միությունից տարբեր տեսակ խոստումները չի օգնելու հարյուրավոր միլիոնավոր դոլարների բերքը, որը պատրաստ է ռեալիզացիայի, հիմա ինչ որտեղ բան անել, հա, Այսօր խոստացան, որ կփոխհատուցեն եւ այդ փողերը գալու են Եվրոպայից, Եվրոպան 50 միլիոն եվրոյի փոխհատուցում կստացի։ Ես մի բան ձեզ ասում եմ, դա ախր մասշտաբի մեջ է պետք նայել։ Մասշտաբի մեջ է պետք նայել։ Խոսքը գնում է հարյուրավոր միլիոնավոր դոլարների բերքի մասին, ոչ թե 50 միլիոնի։ Դա չի փոխհատուցել այդ վնասները։ Եվ երկրորդը լավ հիմա փոխհատուցեցին, բա հետո ամբողջ տնտեսական մոդելը, որը ձևավորվել է, հա, բացարձակ արկածախնդիր ձեռով պարզապես կազմակերպվում է։ Այս մարդիկ ամեն տարի իրենց բերքը հավաքում էին, ինչ որտեղ հանձնում էին, այդ հանձնողը դա փաթեթավորում էր, տեղափոխում էր Ռուսաստանի Դաշնություն, այնտեղ այդ ամբողջ այսպես ասած շղթան մատակարարման աշխատում էր։ Այս մարդիկ, քանի որ իրանք երբեք բիզնեսի մեջ չեն եղել, Փաշինյանը եւ իր այսպես կոչված այս ամբողջ վարչախումբը, հա, բոլորը եկել են քաղաքականության մեջ, չգիտեմ, ասենք լրագրությունից, իրավապաշտպանությունից եւ այլն, հա, իրանք լավ չեն պատկերացնում, որ երբ որ դու մի անգամ շուկան կորցնում ես, տասնյակ տարիներ կարող է տևել շուկան վերականգնելու համար, հա, օրինակ տեսեք, մենք Ռուսաստանի Դաշնությունում ունենք հայկական ալկոհոլային խմիչքների շուկան եւ ամենակարևորը հայկական կոնյակի շուկան։ Ինչի՞ է դա շատ կարևոր, որովհետեւ հայկական կոնյակ Եվրոպական միությունում հնարավոր չի վաճառել այդ անվանման տակ։ Միայն Ռուսաստանի Դաշնությունում է հնարավոր վաճառել։ Եթե դու այդ շուկան այնտեղ կորցնես,
Դու չես կարող դա Եվրոպայի պատճառով։ Պարզապես չես կարող, որովհետև այդ անվանումը այնտեղ արգելված է։ Կոնյակը դա ֆրանսիական անվանում է Եվրոպական միությունում, որի անվան տակ ուրիշ ոչ մի երկիր չի կարող ալկոհոլային խմիչք վաճառել։ Հիմա այդ հսկայական մի քանի 100 միլիոն դոլարի կոնյակ ենք մենք մենակ վաճառում Ռուսաստանի Դաշնությունը, որտեղ եք այդ վաճառել։ Որտեղ այդ 50 միլիոնը վարկենապական, ասենք փոշի կդառնա, կգնա կկորի։ Ասում են ընտրությունից հետո նոր շուկաներ կգտնենք, եւ միայն կոնյակը չէ, ջերմուկի վաճառքն է արգելվել, գյուղմթերքը, Եվրոպան ունի մեր գյուղմթերքի։ Ես ավելի պարզ ջերմուկի լուծում եմ պահանջարկը։ առաջարկում։ Ես մեր ընտրողներին ավելի պարզ լուծում եմ առաջարկում։ Մերժեք Փաշինյանին, պարզապես մերժեք Փաշինյանին։ Եվ շուկաները նորից կվերադառնա, որովհետև այս իրավիճակը, որ մենք ունենք, նրա արկածախնդրության արդյունք է։ Ես բացատրեմ ինչու է արկածախնդրությունը։ Անցած տարի, երբ որ մենք դրա մասին ասում էինք, մարդիկ ուշադրություն չդարձեցին։ Արկածախնդիրների մի հատ խմբակ, այսպես կոչված ծայրահեղ արևմտամետ, հա, իշխանության հովանավորչությամբ իրականացնում է ստորագրավակ։ Բերում է ազգային ժողով մտցնում է մի հատ օրենքի նախագիծ, որ իրական պարզապես անբովանդակ հայտարարություն է։ Հայաստանի Հանրապետությունը սկսում է Եվրոպական միության անդամակցության գործընթացը։ Այս արկածախնդիրների ավելի մեծ խմբակը Փաշինյանի ղեկավարությամբ դա ընդունում է, թե իր տակ ոչ մի բովանդակություն չկա եւ Եվրոպական միության անդամակցության գործընթացը դա շատ հստակ կանոնակարգված գործընթաց է։ Դրա համար պետք է դիմել Եվրոպական միություն։ Դրա համար Եվրոպական միությունը պետք է համաձայնություն տա, գործընթաց սկսի մեր հետ, հա, չափանիշներ դնի եւ այլն, ընդ որում բազմաթիվ սեգմենտներից է այդ ամեն ինչը։ Դրա փոխարեն մի հատ պարապ, պղպջակ հայտարարություն են ընդունում։ Եվ հետո սկսում են ասել, դե մենք կսկսենք անդամակցության գործընթացը, երբ որ պետք կլինի ԵԱՏՄ-ից դուրս կգանք։ ԵԱՏՄ-ից սկսում են դրան արձագանքել։ Դուք հասկանում եք, ես հատուկ ուզում եմ նշեմ, սա ցույց է տալիս Փաշինյանի եւ նրա վարչախմբի բացարձակ արկածախնդիր բնույթը, փոխանակ Եվրոմիության հետ իրական համագործակցության, իրական ինտեգրացիայի, իրական օրինակ տեխնիկական եւ առևտրային ստանդարտների համաձայնեցում տեղի ունենա։ Մենք այնտեղ շուկաներ ձեռք բերենք, սկսենք այնտեղ ապրանք վաճառել։ Այդ ամեն ինչը չարած, մեկ էլ հանգարց գայսն ասում են, դե գիտեք ինչ, մենք սկսել ենք անդամակցության գործընթացը, ԵԱՏՄ-ն կարա փակվի, հասկանում եք։ Եվ մեր մարդիկ փառք Աստծո, այն մարդիկ, որոնք այդ հողի վրա, քրտինքով, արյունով ըստեյության կարելի ասել, այդ գյուղմթերքն են աճացնում եւ վերջի տարիների մեջ իմիջիայլոց մեծ ներդրումներ են կատարել ջերմոցային տնտեսությունների մեջ, որպեսզի կարողանան որակյալ կայուն ամբողջ տարվա ընթացքում մթերք արտանեն ԵԱՏՄ շուկաներ առաջին Ռուսաստան։ Մեկ էլ իրաց բերում կանգնացնում են կոտարած տաշտակի առաջ, այս արկածախնդիրն ասում են, գիտես ինչ դե լավ հա դե ոչինչ բան չկա որ քո բիբարեկը փչանա, մենք ինչ-որ միտեղ կտեղավորենք, չես տեղավորի, որովհետև այդ տեղը գոյություն չունի։ Պարոն Չալաբյան, բայց Ռուսաստանը սովորաբար մեր տարածաշրջանում գործադրում էր փափուկ ուժի քաղաքականությունը, հիմա բավականին կոշտ ուժի քաղաքականությունն է որդեգրել, այս սահմանափակումները, կոշտուղերձները ուղերձ են Հայաստանի հանրությանը, որ եթե շարունակեք այս քաղաքական կուրսը պատասխան եք տալու հենց դուք, թե սրանք ակնարկներ են Հայաստանի իշխանությանը։ Սրանք ինձ թվում է ակնարկներ են առաջին հերթին Հայաստանի իշխանությանը, որ դուք չեք կարող լինել ԵԱՏՄ-ի մեջ եւ միևնույն ժամանակ հայտարարեք, որ դուք դառնալու եք ԵՄ անդամ։ Մարդիկ շատ պարզ տեսքով, իհարկե շատ կոպիտ ինչ-որ իմաստով, դատապարտելի նույնիսկ, բայց շատ պարզ տեսքով ասում են, Ժորժ ջան, ուզում եք գնաք ԵՄ, գնացեք ԵՄ։ Թող ԵՄ-ն այս մի 20 տարի ձեզ սուբսիդավորի է դեպքում։ Թող մի 20 տարի ձեզ սուբսիդավորի։ ԵՄ-ն էլ հիմա ասել է, չէ, 50 միլիոն կտամ, բայց իրականում խոսքը 50 միլիոնի մասին չի։ Կներեք, Հայաստանի տնտեսությունը 30 միլիարդ դոլար է։ Դե 50 միլիոնի գինը ո՞րն է լինելու։ Ինչով ենք վճարելու դրա դիմաց։ Ուղղակի պարզապես տալիս են։ Մենք չգիտենք, նույնիսկ դրա մասին չգիտենք էլ, ու չգիտենք էլ այդ 50 միլիոնը գալու է թե չէ, դա լինելու է վարկ, ենթադրենք, հա, որը ավելանալու է հարկատուների վրա է մնալու։ Հա, մեր արտաքին պարտքին ավելանալու։ Խնդիրը դրանում չի, նորից եմ ուզում ասել, մենք ինքներս Եվրոպական միության հետ համագործակցության կողմնակից ենք։ Մենք նորմալ կհամարենք, եթե այդ համագործակցության արդյունքում եվրոպական շուկան մեր համար ընդարձակվեր։ Եթե հայկական ապրանքները սկսեին ավելի շատ վաճառվել Եվրոպական միությունում։ Իրականությունը այն է, որ Փաշինյանի իշխանության տարիներին մեր արտահանման կառուցվածքի մեջ Եվրոպական միությունը նվազել է, Ռուսաստանի Դաշնությունը աճել է։ Այսինքն, եթե դու տարական պատկերացում ունես տնտեսագիտությունից, դու հասկանում ես, որ իրական տնտեսությունը հակառակ ուղղությամբ է գնացել։ Դու հիմա փորձում ես մի հատ ինչ-որ տենց արկածախնդիր, ամբողջը հաճո ինչ-որ մի հատ արտահայտությամբ, բնորոշ ամբողջը հաճո էլ ամբողջն է շատ փոքր ամբողջ է։ Այդ այսպես ասած եվրոմոլագարների ամբողջը, հա։ Մնացած մարդիկ հասկանում են, որ Եվրոմիության հետ նորմալ պետք է աշխատել։ Մեր գործընկերն է հսկայական շուկա, պետք է աշխատես, աշճանաբար շուկաները դեղ նվաճես, աշճանաբար ոտի տեղ ավելացնես եւ այլն, հետո կարող ես ինչ-որ բանի մասին խոսալ։ Բայց եթե այդ ամեն ինչը դու չունես, ասում ես ԵԱՏՄ շուկան մեզ պետք չի, մենք հեսա կմտնենք Եվրոմիություն, դա ծաղր ուղղակի առաջացնում։ Թուրքիա 30 տարի չի կարողանում Եվրոմիություն մտնի։ Վրաստանի հետ բանակցությունները կանգնեցված են։ Սերբիայի վրան այս պայմաններ են դրված, որ ասենք
երկար տարիներ, տասնյակ տարիներ չի կարողանում այդ պայմանները կատարել։ Այդ դուք ոնց էս թռակ միանգամից մտակ Եվրոմիություն, չեք հասկանում, որ Եվրոմիություն մտնելը մի օրվա գործ չի։ Պարոն Չալաբյան, բայց Ռուսաստանի վերջին շրջանի այս կոշտ հռետորաբանությունը արդյոք հակառակ էֆեկտ է նաև չի տալիս, որովհետև հասարակության մի մասն էլ այս ուժեղ հակասությունների ֆոնին ուժեղանում են հակառուսական տրամադրությունները եւ ասում են դե որ այդպես է, թող մնա Նիկոլը եւ Ռուսաստանից հրաժարվի։ Մեր քաղաքական կուրսը փոխվի։ Անկասկած, էդ էլ կա, անկասկած բնականաբար եւ հասարակության մի մասը բնականաբար այդ կարգի ռեակցիա է տալու։ Բայց խնդիրը հետեւյալն է, եկեք պրագմատիկ հարթության մեջ սրան նայենք։ Եթե մնում է Նիկոլը եւ շարունակում է արկածախնդիր կուրսը, ի՞նչն է դրա հետևանքը լինելու։ Մեր հազարավոր եւ գուցե նույնիսկ տասնյակ հազարավոր գյուղմթերքների արտադրողներ սրընկանալու են պարզապես։ Եկեք մի հատ նայենք, հա, արտանման կառուցվածքը ինչ է, մենք ինչ ենք եվրոպական ներողություն Ռուսաստանի Դաշնությունը արտանում։ Արտահանում ենք թարմ, մրգեր եւ բանջարեղեն, արտահանում ենք ծխախոտ, արտահանում ենք մրգի եւ բանջարեղենի վերամշակման պրոդուկտներ, ջեմեր, ենթադրենք, հա, տարբեր տեսակ պահածոներ եւ այլն եւ այլն։ Եվ արտահանում ենք ալկոհոլային խմիչքներ, որը շատ կարեւոր է։ Մեր համար հսկայական։ Հիմա հարցը հետեւյալն է, եթե մենք այդպես թասիբին գնենք, ասենք դե Ռուսաստանը մեր հետ վատ է, մենք էլ իր հետ վատ կլինենք։ Այդ ամեն ինչը որտեղ է վաճառվելու։ Դրա շուկան գոյություն չունի։ Ես չեմ ասում չհնարավոր չէ այդ շուկաները գտնել, բայց դա նորից եմ ասում 10 տարի է տևելու, երբ որ դու կառուցել ես որոշակի արտահանման շղթա, որի միջոցով այդ ամեն ինչը գնում է, ասես լավ, Ռուսաստանում չեն վաճառի, կվաճառեմ Եվրոմիությունում կամ կվաճառեմ Արաբական Միացյալ Էմիրություններում կամ կտանեմ Եգիպտոս եւ այլն։ Հա բայց դա տարիներ է տևելու։ Իսկ այս տարի կոնկրետ տասնյակ հազարավոր մարդիկ սննկանալ են, ընդ որում այդ մարդիկներ չի որ հարուստ մարդիկ են, կարան մի տարի էլ բերքը թափեն։ Իրանք բոլորը հայտնվել են ուղղակի աղետալի վիճակում։ Եվ այդ 50 միլիոնը բնականաբար չի եկել, որովհետեւ նույնիսկ եմ ասում, խոսքը գնում է տարեբա մեջ առնվազն $5 միլիարդ արտահանման մասին։ Առնվազն խոսքը դրա մասն է գնում։ Եվ դա ոնց են փոխանցելու, ուղղակի պատկերացնելի չի։ Պարոն Չալաբյան, երբ կարդում ես հայկական լրահոսը, տպավորություն է, որ գերտերությունները կռվում են Հայաստանի համար։ Ինչ կա Հայաստանում, ինչու են վերջին Հայաստանում այդ գերտերությունները փորձում խաղադրույքներ անել մեր տարածաշրջանում։ Նոր հետաքրքրություններ կան, թե պարզապես հնարավորություններ են ստացել իրենց շահերը առաջ տանելու համար։ Նախ ակնհայտ կռվում են։ Ակնհայտ կռվում է, դա ակնհայտ է։ Ես մի բան ասեմ, էլի իմ համար ամենահետաքրքիր ինձ կատարը այդ կռվի հետևյալն է։ Տարվա սկզբին Հայաստանում 1 ամերիկյան դոլար արժեր 381 դրամ, հիմա արժի 368 դրամ, ինչ-որ բան նույնիսկ դրանից էլ ներքև էր։ Դա նշանակում է, որ անընդհատ հեղեղի պես փող է լցվում Հայաստան դրսից այդ աշխարհակական բախումը ֆինանսավորելու համար։ Որտեղ այլապես չես կարողանում բացատրել, ինչպես է ստացվում, որ մենք ես մի բան էլ ասեմ, մինչև այս տարին ամեն տարի ձմեռը Հայաստանում ամերիկյան դոլարի կուրսը բարձրացել է։ Առաջի տարին է, որ ընդհանրապես այդպես բան չի եղել։ Նույնիսկ ձմեռն է ամերիկյան դոլարի կուրսը կանգնել։ Ինչի որտեղ հսկայական քանակությամբ փող է լցվում Հայաստան, տարբեր պատրվակներով, հա։ Հիմա ինչ են կռվում դրա համար։ Որովհետև Հայաստանը դարձել է շատ կարևոր աշխարհակական խաղի, այսպես կոչված մաս։ Նույն Փաշինյանի թեթև ձեռամբ, երբ որ չէր կարելի դա թույլ տալ, մենք բազմիցս ենք ասել, չի կարելի Հայաստանը վերածել արտաքին խաղացողների միջև մարտադաշտի, չի կարելի, դա մեր համար ահավոր վտանգավոր է։ Ամեն անգամ, երբ որ մենք դա անում ենք, կորուստներ ենք ունենում, որովհետև մեկն է հաղթում կամ մյուսն է հաղթում, բայց մենք միշտ պարտվում ենք դրան։ Ինչի՞ որ մենք թույլ օղակն ենք։ Իրանք վերցնում են, սկսում են բաժան անել։ Ով որ հաղթում է, մեր հաշվին մնացածներին ինչ-որ բաներ անում, հասկանում եք, զիջումներ անում։ Մենք տենց 2023 թվականին կորցրեցինք Արցախը, հենց տենց կորցրեցինք, որովհետև մեր հաշվին Ադրբեջանից իջում արեցին։ Մեր հաշվին, տենց կարող էր չլինել, բայց որովհետև թողեցինք, որ մեզ խառնեն այդ խաղի մեջ, Ռուսաստանի եւ Եվրոմիության միջև այդ հակասությունների խաղի մեջ։ Հիմա էլ բնականաբար չի կարելի դա անել։ Բնականաբար այդ խաղից պետքա դուրս գալ, ընդհանրապես այդ խաղից պետքա դուրս գալ, բայց եթե հարցը ձեր նամակը այո, իհարկե դա մեր վարկագծից է կախված։ Իսկ պայմանագրերը արդեն գործող։ Ամենակարևոր պայմանագրերը մեր համար հենց ԵԱՏՄ պայմանագիրն է, ինչեք մենք դա խզում։ Բայց եղած պայմանագիրը հենց հետա կարևոր, եղած պայմանագիրը, որի շրջանակներում մեր ամբողջ տնտեսությունն այս ընթացքում վերադասավորվել է, չի կարելի խախտել։ Նոր պայմանագրերն էլ պետքա կնքես այնքանով, ինչքանով չի հակասում։ Այսօր ստորագրեցին TRIP-ի պայմանագիրը։ TRIP-ը դա մի քիչ առանձին հարց է, դրա մասին կարելի է երկար խոսել, TRIP-ն էլ պետքա անելու դեպքում անել այնպես, որպեսզի դա նոր կռվախնձոր չդառնա։ Այն ձևով ոնց որ ստորագրել են կռվախնձոր է, բազմիցս ասել ենք դրա մասին, կռվախնձոր է դա, որովհետև դա անմիջականորեն Իրանի սահմանի կողքը ամերիկյան ստրատեգիական օբյեկտ է ստեղծում։
ստեղծում։ Մեր վերահսկողությունից դուրս փաստացի, այն ձևով ոնց որ ստորագրված է։ Եվ դա բերելու է նրա նորից, որ մենք ունենանք պոտենցիալ կոնֆլիկտի, այսպես ասած, աղբյուր։ Այդտեղ էլ արդեն Իրանի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև։ Դրա համար մենք բազմից ենք ասում, որ TRIP-ը այդ տեսքով չի կարելի ստորագրել։ Բայց ստորագրածը, բայց դեռ վավերացված չի։ Ոստի ես կարծում եմ, որ մենք հələ հնարավորություն ունենք այդ ամեն ինչը խելամիտ կերպով վերաստորագրելու, որպեսզի TRIP-ի կոնֆլիկտայնությունը նվազեցվի։ Դեպ հիշեցնեմ ձեզ, որ TRIP-ը նաեւ ստորագրած այն տրամաբանությամբ, որ սահմանային վերահսկողությունը Հայաստանի Հանրապետությունից դուրս է։ Երրորդ երկրին են օպերատորների Երրորդ երկրի օպերատորներին։ Դա նշանակում է, որ մենք ըստ էության մեր ինքնիշխանությունը զիջել ենք այդ ճանապարհի վրա։ Այն ինչ որ այս իշխանությունը փորձում է վարչախումբը փորձում է ամեն կերպ թաքցնել, բայց դա ակնհայտ արդեն համաձայնագրի մեջ գրած է, որ դա տրվելու է երրորդ երկրների օպերատորներին։ Դա հերթական անգամ ցույց է տալի, որ Ադրբեջանը TRIP-ի միջոցով հասավ իր ցանկությանը։ Նա ստացավ այսպես կոչված միջանցք Եվ շարունակում է կոչել Զանգեզուրի միջանցք այդ ճանապարհը։ Ստացավ միջանցք, դա միջանցքը լինելու է, դա ակնհայտ է։ Եթե դուք կարդաք այդ պայմանագիրը ուշադիր, դուք կհասկանաք, որ դա ճանապարհ չի, այնտեղ խոսքը գնում է բազմաթիվ տարբեր տեսակ հաղորդակցությունների մասին, խոսքը գնում է եւ ավտոճանապարհի, եւ երկաթուղու, եւ գազատարների, եւ օպտիկա մալուխային համակարգի մասին եւ այլն, այսինքն դա իսկապես միջանցք է, կարող է իր լայնությունը 10 կիլոմետր չի, այլ ընդհանրեն կես կիլոմետր է, բայց դա բնականաբար միջանցք է, որը Հայաստանի վերահսկողությունից դուրս է լինելու։ Դա լինելու է այս տրամաբանությամբ ամերիկյան վերահսկողության տակ, իսկ գուցե նաեւ ամերիկա-թուրքական վերահսկողության տակ, որտեղ օրինակ ոչ մեկ չի բացառում, որ երրորդ երկիր կոչեցող օպերատորը թուրքական օպերատոր լինի։ Ոչ չկա սահմանափակում դա։ Կարող է մեր սահմանին այո թուրքերը կանգնեցեն, իմիջիայլոց ես ասեմ, դե հիմա ինչ որ տեղերում ռուսներն են կանգնած։ Հիմա ոչ մի զարմանալի բան չեմ տեսնի, թե պարզվի մեկ էլ, որ այս վարչախումբը թուրքերի է բերում, կանգնացնում է սահմանային վերահսկողության կողմը, թուրքերը շատ սիրուն ադրբեջանական սպառազինությունը, ադրբեջանական թմրանյութերը, ադրբեջանական զենքը եւ այլն, այդտեղով բաց են թողում գնում գալիս է։ TRIP-ի ամբողջ տրամաբանությունն է դա, դա միայն տնտեսական տրամաբանություն չի, տնտեսական իմաստով Թուրքիան եւ Ադրբեջանը վաղուց Վրաստանի միջոցով արդեն կապված են եւ երկաթուղով, եւ գազատարով, եւ նավթատարով, բայց որովհետեւ իրանք հնարավորություն ունեն իրար միջև կապվել ռազմավարական ճանապարհով, որը ցանկացած այլ ինքնիշխան վերահսկողությունից դուրս է, իրանք հնարել են այս TRIP-ը ուղղակի ամերիկյան փաթեթավորման, որպեսզի հայկական ընտրող ասի, վայ, բան, ամերիկյանը բան ներդրումներ են։ Ամերիկան կարող է մի կոպեկի ներդրումել, այդտեղ չկա իրականում։ Թուրքական կամպանիաները իրական ներդրում անեն Ամերիկայի միջոցով։ Իսկ Իրանը հանդուրժելու է այդ ամենը։ Իրանը բազմիցս հայտարարել է, որ ինքը դեմ է այդ զարգացմանը, բազմիցս ներառալ իր Հայաստանի Հանրապետությունում դեսպանի շուրթերով հայտարարել է, որ ինքը դեմ է։ Եվ ես կարծում եմ, որ ինքը իր ընդդիմությունը դրան շարունակելու է ցույց տալ, թե ինչ կոնկրետ ձևերով, եկեք իրենց փոխանցի չկանխատեսենք, Իրանը հիշեք մի քիչ անկանխատեսել է երկիրը։ Պարոն Չալաբյան, փորձենք ամփոփել քարոզարշավը, ինչպես տեսանք, քարոզարշավը ոչ թե ծրագրերի մրցակցություններ, այլ միմյանց մեղադրելու, սպառնալիքների վերածվեց այդ ամենը։ Ընտրությանը մնաց 2 օր, եթե այսօրվա դրությամբ դատեք, ինչ դիրքերում են ընդդիմությունը եւ իշխանությունը։ Ես ես մի բան ասեմ, էլի դրա հետ կապված։ Մենք ամեն ինչ արել ենք, որպեսզի ուժեղ Հայաստանի, որը մենք աջակցում ենք, քարոզարշավը դառնա ծրագրային, հնարավորին։ Եվ ի վերջո մեր ծրագրային բազմաթիվ դրույթներ հայտնվել են ուժեղ Հայաստանի ընդհանուր, այսպես ասած, քարոզչական փաթեթի մասին։ Մի օրինակ ընդհանրապես բերեմ, որպեսզի շատ չծավալվենք դրա մասին։ Օրինակ, մեր համար շատ կարևոր կետ էր, եւ մենք բազմիցս ենք դրա մասին խոսել, որ ժամկետային զինծառայողները ժամկետային ծառայության ընթացքում նախ պետք է վարձատրվեն, իսկ հետո ծառայությունից հետո իրենց պետք է պետության հաշվին անվճար բարձրագույն կրթություն առաջարկվի։ Ինչու է դա շատ կարևոր, որովհետեւ մեր բոլոր հետազոտությունները ցույց են տալի, որ ժամկետային զինծառայողների զգալի մասը ծառայությունից վերադառնալուց հետո չունեն ոչ ֆինանսական միջոցներ, ոչ կրթություն, որպեսզի մտնեն աշխատանքային շուկա կամ բիզնեսով զբաղվեն եւ այլն, եւ ստիպված են լինում արտագաղթել։ Եվ այդ տեսարանը մենք տեսել ենք երկար տարիներ։ Արդյունքում Հայաստանում կա ստաբիլ դիսբալանս կանանց եւ տղամարդկանց միջեւ, որովհետեւ տղամարդիկ արտագաղթում են ծառայությունից հետո, իսկ կանայք մնում են։ Եվ այն կանայք, որոնք մնում են, շատերը պարզապես ամուսնանալու հնարավորություն չունեն, որովհետեւ այդ համարժեք տղամարդ այնտեղ չկա։ Դա ահավոր խնդրեմ է Հայաստանի համար։ Եվ մենք այդ խնդրեմի լուծումը միշտ տեսել ենք դրա մեջ, որ դու ժամկետային զինծառայողին նախ վարձատրես, որպեսզի ինքը ծառայությունից վերադառնալուց հետո ձեռնունայն չլինի, հա, ունենա որոշակի գոնե ինչ-որ մի հատ ֆինանսական կարողություն։ Ոչ մեծ, բայց գոնե ինչ-որ մի բան ունենա։ Եվ երկրորդ ունենա կրթության հնարավորություն, որպեսզի նա գնա կրթվի, կարողանա մտնել աշխատանքի շուկա եւ այդ կրթությունը պարտադիր լինի անվճար, որովհետեւ նա ծառայել է, հա, պետությանը տվել է իր ժամանակը, իր ջանքը, իր առողջությունը, պետությունը իրան դրա միջոցով պետքա փոխհատուցի։ Եվ օրինակ
ուժեղ Հայաստանի ծրագրում, ինչու ի վերջո այդ ամբողջ գաղափարախոսությունը հայտնվեց եւ ես իդեպ կուզենայի, որ ընտրողները դրան ուշադրություն դարձնեն, հասկանան, որ դա շատ կարեւոր բան է եւ եթե իրանք այդ տարիքում են, իրանց երեխաները հիմա պետքա գնան ծառայության եւ այլն, ուշադրություն դարձնեն, դա իսկապես մեծ շատ լուրջ խոստումներից մեկն է։ Բայց այլապես ընդհանուր առմամբ ես համաձայն եմ, որ ընտրաշավից գալի մասը եղել է ոչ ծրագրային, առաջին հերթին գործող վարչախմբի կողմից։ Ես գործող վարչախմբից ընդհանրապես ծրագիր չեմ տեսել։ Միայն այս խոստումներ, հա, խաղաղությանը տեր կանգնեք, թե չէ դուք եք խաղաղություն բերող, էլի։ Այս ընթացքում ինչքան դուք եք եղել, մենակ պատերազմը այս երկիրը տեսել, հիմա փորձում եք մեզ Հիմնական քարոզը հենց դա է։ Բայց հիմա փորձում եք կապիտուլյացիայի անվան տակ մեզ խաղաղություն եք փորձում, իրական խաղաղության անվան տակ կապիտուլյացիա եք փորձում մեզ պարտադրել, տեսել ենք ձեր խաղաղությունը։ Ներողություն իդե պարոն Չալաբյան, դուք խոսում եք բանակ ձեր ծրագրերի բանակի բարեփոխման մասին, բայց համացանցում տարածվում են AI-ով վիդեոներ, որ Սամվել Կարապետյանը գալիս է, որպեսզի բանակը դարձնի 2 տարի, սա որպես վատ է ներկայացվում եւ պատերազմ բերելու համար։ Մի բան ձեզ ասում եմ, ես շատ ցավով եմ արձանագրում, որ դե մենք չգիտենք եթե AI-ով սարքած այդ ամբողջ աղբով է սարքում, բայց ենթադրում ենք թե ով կարա լինի դրա իրական շահառուն։ Չեմ ասում պատվիրատուն, որովհետև փաստ չունեմ, բայց իրական շահառուն հասկանալի է, որ գործող վարչախումբն է։ Ես այս ընթացքում այն քանակությամբ արհեստական բանականությամբ սարքած абսուրդ աղբ եմ տեսել, որ պարզապես իսկական էլի խոսք չեմ գտնում իմ վրթովմունքը արտահայտելու։ Բացարձակ կեղծիք բազմաթիվ մարդկանց մասին, որոնք մեղմ ասած ոչ պրոֆեսիոնալ դիտողը նույնիսկ չի կարող տարբերել հասկանալ, սա իսկապես Սամվել Կարապետյանն ասում, մենակ իրեն չի վերաբերում։ Նույն բանը ասենք Արման Թաթվանի հետ եմ կապված տեսել, նույն բանը Ռոբերտ Քոչարյանի հետ, Գագիկ Ծառուկյանի, բոլոր ընդդիմադիր այսպես ասած մրցակիցների հետ կապված։ Հայտնի լրատվամիջոցների մեկնաբանների դեմքով եւ այլն տարբեր դուրեր են տարածվում։ Այո, սարքվում է բացարձակ տեղեկատվական աղբ, որը նորից եմ ասում շատ դժվար է տարբերակել, բայց ես տարբերակման հիմնական միջոցը հետեւելն է քարոզչական հանրահավաքներին, քարոզչական մարդիկ իրանց իրական, այսպես ասած, բանը ասել են, չէ, իրանց ծրագրային դերույթները ասել են դրա մասին։ Եթե հիշում եք, 2 շաբաթ առաջ նաև պնդում էին, որ Սամվել Կարապետյանը ուզում է 300,000 մարդ ուղարկել Դոնբաս կռվելու։ Դա ամենաաբսուրդն է, որ կարելի է մտածել, էլի։ Ամենաաբսուրդն է, Հայաստանի կներեք։ Հայաստանում չկա 300,000 կռվող ուժ, որպես ինչ-որ միտեղ էլ հələ ուղարկես, էլի։ Փառք Աստծո, ասենք մարդիկ հասկացան, որ դա բացարձակ աբսուրդային կեղծիք էր, որը գծվել է շրջանառության մեջ, մարեց այդ խոսակցությունը, հա։ Ես այդ իմաստով ընտրողներին ուղղակի կոչ կանեի, որ մարդկանց ուղիղ խոսքին վստահեք։ Ուղիղ խոսքին, իսկ ուղիղ խոսքը դուք կարող եք գտնել իրանց պաշտոնական էջերի վրա։ Վստահեք մենակ նրան, ինչ որ պաշտոնական էջի վրա է։ Դու մեկ է մարդիկ գալիս են ինձ ասում են, գիտեք ինչ, այդ ճիշտ էր, որ հիմա անունը չտան, որ այս մարդը այս բանն է ասել։ Ասում եմ, որտեղ։ Որտեղ տեսել ենք ինչ որ մի հատեղ բան Facebook-ում, ասում խնդրում եմ, էլի։ Այդ ձևի աբսուրդ բաներ հարցեր մի տվեք։ Նայեք ամեն քաղաքական ուժի պաշտոնական էջի վրա։ Պաշտոնակը դրանից դուրս ցանկացած բան կարելի է իսկականից ֆաբրիկացիա անել։ Պարոն Չալաբյան, ընտրության հաջորդ օրվա համար, երկուշաբթի օրվա համար ինչ սցենարներ եք կանխատեսում։ Հնարավոր են արդյունքները չընդունվեն, գնան փողոցային պայքարի կամ սահմանադրական դատարան։ Տեսեք, ես անկեղծ կուզենայի, որպեսզի ընտրությունների օրը լիներ հանգիստ, խաղաղ, օրինական, որպեսզի մենք ընտրություններով կարողանանք այս վարչախմբին վերջապես ուղարկել հանգստի, հա։ Եվ հաջորդ օրը բոլորս զարթնենք նոր եւ ինչպես մենք ենք ասում ուժեղ Հայաստան։ Դա մեր անկեղծ ցանկությունն է։ Բայց խաղաղ անցում կլինի։ Շատ կուզենայինք, որ դա այդպես լիներ, որպեսզի այս վարչախումբը մեղմ ասած իր բախտը չվիճարկեր։ Իր բախտը չվիճարկեր, որովհետեւ նախորդ անգամ էլ երբ որ մենք ձեզ հանդիպում ենք, դուք նմանատիպ ինձ հարց տվեցիք, ես ձեզ ասացի հետեւյալը։ Ցանկացած վարչախումբ, որը փորձում է առանց ժողովրդական աջակցության ոչ լեգիտիմ կառավարել մեր երկիրը, ձախողված է ցավոտ տապալման, ցավոտ, ինչպես նախկինում եղել է արդեն։ Եվ ես կոչ եմ անում այս վարչախմբին, եթե դուք պարտվելու եք, ընդունեք պարտության արդյունքները արժանապատվությամբ։ Դե դեպքում դուք շանս ունեք գոնե ինչ-որ ձևի մնալ։ Ասենք որպես ընդդիմություն եւ այլն, հա։ Ի վերջո ինչքան էլ պարտվեք, հասկանալի է, որ 0 չեք ստանալու, որպես ընդդիմություն կարող եք շարունակել գործել։ Բայց եթե դուք փորձելու եք այս ամեն ինչը խառնել իրար, այդ տեղի ունենալու բացարձակ ձեր պատասխանատվությամբ։ Ձեր պատասխանատվությամբ։ Քանի գիտեք ոնց է, քանի կա խաղի կանոններ, որը իրանք գիտեք անդադ խախտում են հիմա, հա։ Ձեր ռեպորտաժում եք ասում, թե ոնց են ռազմական ոստիկանության միջոցով փորձում այսօր ահաբեկել ժամանող մեր համակարգացիներին, հա։ Հիմա բայց քանի կա ինչ-որ խաղի կանոններ, ու մենք հասկանում ենք, որ այդ խաղի կանոններով, եթե մենք ուժեղ ենք հաղթում ենք, դա նորմալ է,
Մենք բոլորս մնում ենք այդ խաղի կանոնների մեջ, մենք բոլորս օրենքի շրջանակներում ենք իրար հետ գործում։ Բայց եթե դուք գալիս ասում եք մեր երկրում օրենք չի գործում, գործում է ուժը։ Կներեք, դուք մենակ դուք չեք որ ուժ ունեք։ Եվ ընդհանրապես ասած հույսեր մի դրեք նրա վրա, որ օրինակ իրավապահ համակարգը, ոստիկանություն եւ այլն, դուք օգտագործելու եք որպես մահակ ժողովրդի դեմ։ Այդ մարդիկ ժողովրդի մեջից են դուրս եկած, իրանց էլ է փոխանցվում ժողովրդի տրամադրությունները եւ այլն։ Իրանք ինչ-որ բայ պարզապես հրաժարվելու են այդ մահակը լինեն, ինչպես ոնց որ մենք տեսանք 2018 թվականին։ Երբ որ ժողովրդական տրամադրությունը դարձավ համատարած, իրավապահ համակարգը պարզապես հրաժարվեց ժողովրդի դեմ որպես մահակ աշխատել։ Նույնը հիմա է տեղի ունենում։ Ըստ ձեզ ամենահավանական սցենարը ո՞րն է ընտրության ելքի։ Երկուշաբթի օրը ինչ Հայաստանում ենք արթնանալու։ Ուժեղ։ Իսկ ամենավտանգավոր սցենարը։ Արթնանալու ենք ուժեղ Հայաստանում։ Չի ուզենա ընդհանրապես որևէ վտանգավոր սցենարի մասին մտածել, ընդհակառակը ես կուզենայի խնդրել մեր բոլոր ընտրողներին, եկեք ձեր քաղաքացիական պարտքը կատարեք, ընտրեք, ես ի դեպ թե ուժեղ Հայաստանն եմ, ինչ ինքս աջակցում եւ ընտրելու եմ ուժեղ Հայաստան, բայց նաեւ հասկանում եմ, որ յուրաքանչյուր ընտրող իր նախապատվություններ ունի։ Այդ իմաստով ուզում եմ խնդրել մեր ընտրողներին, եկեք յուրաքանչյուր ձեր նախապատվությունը արտահայտեք, բայց հիշեք ամենակարևորը ձեր մեկ ձայնը անսահման թանկ է եւ այս երկրի ճակատագիրը որոշվում է ձեր այդ մեկ ձայնով, ոչ թե Եվրոմիության գրանտով, ոչ թե Ռուսաստանի սանկցիաներով, ոչ թե Թրիպով Ամերիկյան Միացյալ Նահանգների կողմից վերջի պայն օդանավակայանում ստորագրած եւ այլն։ Այդ ամեն ինչը ընդհանրապես ասած պարզապես դեկորացիաներ են այս ընտրությունների շուրջը։ Ամենակարևորը հետեւյալն է ձեր համոզմունքը։ Դուք ինչպիսի ապագա եք պատկերացնում մեր երկրի համար եւ եկեք ձեր ընտրությունը կատարեք ձեր խղճի մտով, դա ամենակարևորն է։ Եվ համոզված եղեք, որ ոնց որ ձեր ընտրությունը կատարեք, այդպես էլ մեր երկիրը գնալու է առաջ։ Շնորհակալություն, պարոն Չալաբյան, ինձ հուշում են, որ այս պահին Բագրատ Սրբազանը դուրս է գալիս կալանավայրից, խնդրեմ դիտենք կադրերը եւ շարունակենք։ Խոսքի իրավունք ունեք Սրբազան հայ։ Կանգնեք։ Ինչպես միշտ։ Գիտենք, որ դուք լրիվ իրագործել եք։ Ինձ որևէ մեկը կյանքի առավելություն չի տվել, ոչ այս կալանքի փոխելով, ոչ չփոխելով, ոչ իմ ազատությունը սահմանափակել են կարողացել, ոչ էլ հիմա իբր թե փոխել են։ Բացարձակ ոչ մի բան տեղի չի ունեցել իմ կյանքում որպես այդպեսին ազատության սահմանափակման իմաստով։ Մեկ տարի դուք անազատության մեջ եք Սրբազան հայ։ Փառք Աստծո։ Եվ հիմա դուրս եք եկել ինչ փոխած ձեր ներսում կամ ինչ փոխած ձեր ընկալումներում, չգիտեմ։ Իմ ընկալումները առավել են խորացել եւ հաստատվել, որ մեր երկիրը կարիք ունի արդարության եւ ճշմարտության։ Եվ այն չարիքը, որ իր քաղցկեղային բջիջներով տարածված է մեր բոլոր կյանքի բոլոր շերտերի մեջ, պետք է մաքրվի ուղղակի։ Եվ ես հանձն առել եմ, ես ասում եմ, որ հնարավորություն այս պահին այո, փառք Աստծո, դրա մասին էլ կասեմ, ես հանձն եմ առել իմ բաժնով, իմ մասով, իմ պատասխանատվության դա անելու եւ անելու եմ։ Սրբազան որևէ կանխատեսելի է հենց վերադառնում եք Կաբուշ։ Այս պահին չգիտեմ ուր եմ գնում, իմ պաշտպանները կասեն, իմիջայլոց ուզում եմ շնորհակալություն, իմիջայլոց չէ, ուզում եմ շնորհակալություն հայտնել իմ շատ սիրելի պաշտպաններին, նվիրյալ մարդիկ են, արդարության մարդիկներ են, Հովանեսը Խուդոյան, Տաթևը Սողոյան, Սերգեյ Հարությունյան, ինչպես նաև մեր մյուս բոլոր պաշտպաններին, բոլորին, ամբողջ փաստաբանական մեր խումբը, որ այս դատարանում է գտնվում։ Սրբազան որևէ դիտարկում ունեք, ինչու հենց այս շրջանում այս որոշումը կայացվեց։ Այդ կհարցնեք Վազգեն Ռշտունի դատավորին։ Ամեն դեպքում մայրաթոռ ուզում եք հնարավոր է, որ դուք մայրաթոռ ես ուզում եմ ճշգրտում անել, չէ հիմա երևի դեռ չգիտեմ անկեղծորեն, հավանաբար ինչ որ հասցե դրել են, կտեսնենք ինչ հասցե, կգնանք երևի, չգիտեմ, այս բան կորոշի, դա շատ մանր խնդիր է։ Ուրեմն ինչ է ուզում ասել։ Մենք չենք դիմել, միջնորդություն չենք ներկայացրել խափանման միջոցի փոփոխության համար, որպես այդպեսի։ Ես ուզում եմ սա շատ հստակ լինի, ոչ տնային կալանք, ոչ վարչական վերահսկողություն եւ ոչ էլ այլ բան։ Մեր միջնորդության ներկայացումը դարձյալ ասում եմ, եղել է եւ դա էլ անընդունելի ինձ համար եղել, անընդունել, որովհետեւ դա վիրավորական է, բոլոր առումներով։ Միշտ ասել եք արդարացում։ Այո։
անուն թեպետ եղել է երկրից չբացակայելու արգելքով միջնորդություն։ Հիմա այսպիսի որոշում են կայացել, որի հնարավորությունը ունեին դեկտեմբեր 30-ին կայացնելու։ Չեն արել։ Հիմա են արել, ուրեմն իրենց հարցրեք, թե ինչու են հիմա արել։ Ամեն դեպքում որոշման մեջ խոսքի սահմանացում, որ Մինվոդը, Պիտիգորսկի, Սինտուկի համայնքը, հայոց համայնքը ձեր հետ է։ Շնորհակալ եմ։ Սրբազան հայ, որտեղ եք կընտրելու, ձեր ընտրական իրավունքը որտեղ եք իրացնելու։ Գնանք, հա, գնանք։ Ձեր ընտրական իրավունքը որտեղ եք իրացնելու։ Իջևանում։ Իջևանում, որ տնային որպեսզի խախտում չհամարվի, խնդրում եմ ըմբռնումով մոտեցեք, գոնե մի քիչ անցնի։ Հուսանք նմանատիպ դրական փոփոխությունները մեզ կուղեկցեն նաև առաջիկա օրերին։ Պարոն Չալաբյան, նմանություններ տեսնում եք 2018-ին իշխանափոխությունից առաջ դատական գործընթացների միջև։ Հետաքրքիր հարց եք տալի, նախ ասում եմ ողջունեմ Բագրատ Սրբազանին։ Իսկապես ուրախ եմ, որ ինքը տուն է վերադառնում, թե տխուր եմ, որ ինքը բացարձակ ազատության մեջ չի, տնային կալանքը եւս կալանք է։ Ես այդ իմաստով լրիվ կիսում եմ իր միտքին, ինքը պետք է արդարացվեր, ոչ թե պարզապես խափանման միջոցով փոխվեր, որ համոզված եմ, որ Բագրատ Սրբազանի եւ նրա գործընկերների ամբողջ ընթացքում է տարվող, այսպես ասած, դատական գործընթացը ծայրից ծայր պարզապես շինծու ռոպագանդա է այս վարչախմբի կողմից եւ փլվելու է բնականաբար։ Եվ սկսում է փլվել եւ այդ իմաստով ճիշտ է, այո։ Նաեւ այն գործընթացները, որ մեր երկրում տեղ են ունենում եւ որոնք հուսով եմ կհանգեցնեն իշխանափոխության, նրանք նաեւ կբերեն նրան, որ բազմաթիվ մարդիկ, որոնք անհարկի այս ընթացքում ազատազրկվել են, վարկաբեկվել են այս վարչախմբի կողմից, ազատազրկման առաջի օրը միանգամից ահաբեկիչներ են կարգվել եւ այլն, այդ մարդկանց եւ բարի անունը եւ ազատությունը ամեն ինչ կվերականգնվի, իսկ ովքեր պետք է գտնվեն բանտերում, նրանք կհայտնվեն բանտերում, որովհետեւ մարդիկ, որոնք այս ընթացքում անընդհատ հանցագործություններ են գործել, փորձել են մեղմ ասած սլակ իրանց վրայից շեղեն ուրիշների վրա։ Ավելին չասեմ։ Շնորհակալություն։ Ձեզ եմ շնորհակալ։ Հիշեցնեմ, որ զրուցում էի Հայաքվե միավորման համակարգող Ավետիք Չալաբյանի հետ, այս ժամի համար այսքանը, կհանդիպենք վաղը նույն ժամին։